Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ողջուններ իմ հայ ազգին։ Եկեք մի փոքր էքսկուրսիայի անցնենք մեր ջերմոցուն։ Արդեն վերջապես մեր մոտ եղանակը լավ է, ճիշտ է դրսում մի քիչ սառաքամի է, բայց կարևորը արև է եւ անձրև չկա։ Եկեք մի փոքր տեսնենք ինչպես են ծաղկել մեր ծաղիկները եւ արդեն բացել ենք մեր առևտրի տարածքը այսօր շաբաթ օր է, արդեն մանրից առևտուր ենք անում Փառք Աստծո, որ արդեն շատ գոհացնում եմ մեզ։ Դե գնացինք առաջ սիրելիներս։ Սկսենք բարխցիներից, նայեք ինչ լավ ծաղկել են բարխցիները, նայեք, վայելեք սիրելիներս։ Նաև հիմա մոտիկից ցույց կտամ ձեզ այս գեղեցկությունները։ Այս գույնը ինքը ավելի շատ լիմոնի է, ավելի բաց է գույնը, քան իրականում վիդեոյի մեջ երևում է սիրելիներս։ Նաև մեր մոտ ծաղկել է այս տարբերակը, սիրելի հետևորդներ, մենք գտնվում ենք Մոսկվայում, շատերն են ինձ գրում, երբ եք սկսում վաճառել, մենք Մոսկվայում ենք գտնվում, եթե Մոսկվայում ապրող հայեր ունենք, խնդրեմ համեցեք Ռամես քաղաքում ենք ապրում։ Նայեք, այս սորտն էլ է արդեն ծաղկել։ Հիմա եկեք անցնենք այս կողմը։ Սրանք ցելոզիաներս են, որ նայեք, արդեն փոքրիկ կոկումներ են տվել ցելոզիաները։ Անգամ ցողունների ցելոզիաները երևում են, թե ինչ գույն է լինելու, սիրելիներս, նայեք, ցողունի գույնը, էսի հաստատ դեղին է լինելու, իմ մոտ 3 գույն է ցելոզիաները։ Սրանք արդեն գյարգինաներս են, նայեք ինչ սիրուն մեծացել են, արդեն դրսում դրել են վիտրինայի, սրանք ցինյաներն են, էլի շատ լավ աճում են իմ մոտ, բեգոնյաներն են, վեշնե ցվիտուշի, արդեն սկսել են ծաղկել բեգոնյաներս, հələ այս հրաշք սալվիաներին նայեք, նայեք ինչ գեղեցիկ ծաղկել են արդեն, հեսանող ծաղկած ծաղիկ ունեմ, ժողովուրդ ցույց տամ, օսպորպիմուսս է բացվում արդեն, նայեք, դեռ մի քանի տերև է բացել, այստեղ պիտունյաներն են արդեն կոկոմել, նոր սկսում են բացվել, որովհետև խեղճ ծաղիկներս հազիվ արև են տեսել, այսպես սաղ պիտունյաներն են, սովորական պիտունյաներն են, նայեք, այսպես արդեն բացվում են, որ պալետը, որ շատ ծաղկած է, դրել ենք դուրսը արդեն վիտրինայում, սենց սաղ պիտունյաներն են, ծաղկամաներով կախված ամպիլնի պիտունյաներն են, հեսա կգնանք միասին ջերմոց, կտեսնեք այնտեղ ծաղկել են արդեն, թողել ենք փոքր ջերմոցում, քանի որ իրանք ջերմություն են սիրում, ծաղկել են, հələ այս գեղեցկությունը նայեք ժողովուրդ, նայեք ինչ սիրուն են, դե եկեք հիմա լաբելյաներս ցույց տամ, նայեք պուճուր ծաղկել են լաբելյաներս, փաստորեն լաբելյաները մեր մոտ 4 գույն է, ունենք սպիտակները, ունենք կապուտ գույնը, սա վիդեոյի մեջ ուրիշ գույն է երևում, բայց ինքը իրականում մուգ կապույտ է ժողովուրդ, սենց լաբելյաներս են ծաղկել, այստեղ ունեմ նայեք նուրբ ռոզվի գույն է, նոր ծաղկում է, և ունենք երկնագույն, սա բաց երկնագույն է, ուղղակի վիդեոյից մեջ ուրիշ գույն է երևում, գնաբաց վիդեո եմ մի հատ մի խանգարի, սենց, այստեղ ինձ համար ռոտանգվի կաշպոների մեջ տնկել եմ ցիներարյան, որովհետև ինքը ցիներարյան հենց ինքը շատ սիրուն դեկորատիվնի ծաղիկ է, այստեղ իմ սամիտներն ու ռեհաներն են,
մեկը ստեղի սերմի ռեհանի տարբերությունը շատ է Հայաստանինը, էսի հայկական սերմը սա եւ ունեմ էստեղինը вообще ուրիշ է ժողովուրդ։ Ես էսի պահում եմ իմ համար։ Այս պամիդորներս են։ Եկեք գնանք գազանյաները նայենք։ Սրանք գազանյաներն են, որը որ իրանք սիրում են արև։ Նայեք, արդեն կոկոմ է տվել մեր գազանյան։ Արդեն կոկոմել են գազանյաներս։ Սրանք զիմլինիկաներս են, ռևանտանտնի, ելակի փոքր տեսակներ են, արդեն նոր շիվեր են տալիս, նայեք, նոր ճյուղեր են տալիս արդեն, իրանք կրուգլի տարին, ձմերը մի կողմ, իրանք միշտ տալիս են բերքատու է շատ, սրանք բակոպաներն են, այս տարի մկները մեզ շատ են վնասել, սա ամպելնի բակոպան է, որ հենց սատիլ ենք վաճառելու, սա մեր մոտ պիտունյաներն են, ամպելնի պիտունյաները թողել ենք նաև, որ որպես սատիլ վաճառենք, որտեղ պահանջը շատ է։ Սա իր սալատներս է, մարուլները, այստեղ իմ սիրելի ցիներարյաներն են, ժողովուրդ, նայեք ինձ սիրուն են, հրաշք են ուղղակի, հրաշք։ Ցիներարիայի այն կողմը աճում են մեր աստրաները, նայեք, այս սենց աստրաները սիրուն արդեն աճել են, աստրայի այն կողմը աճում են կաղամբները մեր, հեսա ցույց եմ տալի, նաև ունեն կաղամբի սատիլ, այն կողմը արդեն պիտունյաներն են, այն կողմը չեմ կարող ասել, որովհետև շատ փոքր ճանապարհ անդ մնացել, հաստատ կընկնեմ։ Այստեղ ալիսյումներս են, նայեք ինչ գեղեցիկ են ալիսյումները, բա հոտը հիասքանչ է ժողովուրդ։ Այստեղ էլի պամիդորներն են, պամիդորներն ունենք վալգագրացկի, ունենք դեղին, ինքը խուրմայա կոչվում շատ համով, սրանք արդեն մարոլներս են, էսի քարավուզնա, մոռացել եմ հայրեն ոնց է կոչվում, էս էլ բիբարներս են արդեն, տարբեր տեսակի բիբարներ ունենք էլի, հիմա եկեք միասին գնանք փոքր ջերմոց, նոր փոքր ջերմոցից կտեղափոխվենք դրսի կողմը, նայեք նաև բաները, գարտենզիաները, որ չերենոք էինք դրել միասին, շատերը տեք նայել, ցերեկը, որ շատ շոկ էր, մի քանի ժամով բերանները բացել եմ ու հիմա փակելու եմ, որովհետև արդեն արևը գնաց ժողովուրդ, մի քիչ սկոչը պոկվել է, բայց ոչինչ, ես էլ փորձել եմ ճյուղերով եմ դրել կարնիվինայի մեջ, բայց շատ դժվար է աճում, ոչ մեկին խորհուրդ չեմ տա որ դնեն։ Եկեք հիմա մտնենք փոքր ջերմոց, նայեք այստեղ սոխ եմ ցանել, սա կարմիր գլուխ սոխն է, հաճախորդս է սերմը բերել Ղրիմից, ցանել եմ, որ հետո պիկերով կանեմ, որպեսի հետո տնկեմ հողը գլուխ գցի, ժողովուրդ նայեք արդեն պիտունյաներս բացվել են, սրանք ծաղկամանի մեջի ամպիլնի պիտունյաներն են, հլես գույնը վայելեք մի հատ։ Եվ այստեղ արդեն ծաղկել են մեր ամպելնիները, սիրելիներս, նայեք այս գեղեցիկ երանգները, նաև ունենք այս տեսակի գույն, այստեղ մեր մոտ վարունգներն են աճում, որ պետքա պիկերով կանենք, նայեք ունենք այս տեսակի ռոզվի ամպելնի, ունենք այս տեսակի մուգ գույն, ու այսպես սիրուն ծաղկել են, այս ծաղկամանների մեջի պիտունյաները իրանք ավելի տաքություն են սիրում, սեղանի վրա են գտնում և նայեք բարձրությունը ինչքան շատ է մեր ջերմոցին ու ինչքան քիչ է, սենց ասած, որ իրանք անմիջապես ցելոֆանից ջերմություն են ստանում ժողովուրդ ու իրանք ավելի շուշուտ են աճում։ Այստեղ մեր մոտ աճում են վարունգներ, որը մենքան հետաքրքիր վարունգի սերմ եմ առել ժողովուրդ, կոչվում է ինքը, լպասեք տենամ թուղթը կարամ բացեմ։
Նայեք ինչ հետաքրքիր վարունգներ են, կոչվում են աֆրիկանսկի ագուրցի, իրանք շատ փոքրիկ են, նման են ձմերուկի, ճիշտն ասած երկու սորտ ցանել ենք, սա կոչվում է միկի եւ ուրիշ սորտ էլ ենք ցանել, հələ նայեք ոնց որ արբուզիկներ են պուճուրիկ։ Հիմա ընթացքում ձեզ ցույց կտամ, թե ինչպես են աճելու մեր վարունգները։ Դաժե ժողովուրդ, նայեք, իրանք տարբերվում է, իրանց քոլը տարբերվում է սովորական վարունգի քոլից։ Սա սովորական վարունգներն են, իսկ սա նայեք, դաժե տերևներն են շատ պուճուրիկ, մի ուրիշ յուրահատուկ դաժե սայտիլներ են։ Սա էլ վերջի տնկած պետրուշկաներս են, սիրելիներս։ Այստեղ նոր փորձարկումներ եմ անում, ունեմ ժասմինի ճյուղեր, որը որ պետքա անպայման չերենոք դնեմ, այստեղ ունեմ գարտենզիա, որը որ ճյուղը տնկել եմ ալոյնի մեջ, արևը գնաց, արդեն փակում ենք ժողովուրդ։ Իսկ այստեղ պիտունյա եմ դրելի չերենոկի, այսենց միշտ չերենոկների վրա ջուր ենք փչում ժողովուրդ, երբեք չենք ջրում։ Այստեղ էլ դաժե գարտենզիա ունեմ, նայեք, ինչ սիրուն կպել են, երբեք չենք պրոստը ջրում լիքը, ուղակի ցնցուխով, այս բանը փչելու հարմարանքով ջուրը փչում ենք մեր գարտենզիաների վրա։ Դե հիմա եկեք գնանք միասին մեր առևտրի տարածքը։ Եվ այսպես ժողովուրդ ջան, եկանք մեր առևտրի տարածքը, մի մոռացեք բաժանորդագրվել եւ լայքել, պրասմոտրներս շատ են, բայց լայքերս քիչ։ Վայելեք այս հրաշքներին, այս գեղեցկուհիներին։ Հəլես աշկս ընկավ այս երկու հատի վրա ժողովուրդ։ Մենք գտնվում ենք կենտրոնական փողոցի վրա, որը որ երթևեկությունը շատ է, մի քիչ ձայները շխուրը շատ են եւ այս ամբողջ սեղանը մեր սեզոնի բացման ժամանակ դնում ենք միայն վիոլաները, բոլորիս սիրած Անյուտայի աջիկները ժողովուրդ ջան։ Նայեք ծաղիկս ծաղկել է։ Սա ցիներարյան էր գիբրիդն է, որը որ բոլորիդ միշտ ցույց եմ տվել։ Պատկերացրեք, որ ամբողջ ծաղիկները բացվեն, ինչքան գեղեցիկ կլինեն սիրելիներս։ Եկեք գնանք այն մյուս սեղանը ցույց տամ։ Այստեղ արդեն կախել են կալիսիումները։ Արդեն պիտունյաներս այստեղ բացվում են ժողովուրդ ջան։ Նայեք։ Այս մի հատը կարմիր պալետն է, կարմիր գույնը փչացել է պիտունյայի ծաղիկը, բայց թողել եմ նմուշի համար, որովհետև դեռ նոր են սկսել ծաղկել։ Հəլես ռոզվին ինձ սիրուն է, դեռ նոր է բացվում։ Այսպես սիրելիներս, մանրից արդեն բացում ենք մեր առևտրի տարածքը։ Մի մոռացեք լայքել եւ բաժանորդագրվել։ Ճիշտն ասած, քանի օր ուզում եմ վիդեո տեղադրեմ, չի ստացվում, մի տեսակ ինտերնետի հետ խնդիր ունեմ։ Այսպես սիրելիներս, մի հատ էս դոմիկն նայեք ծաղիկի։ Դեռ վարդերն էլ դուրս չենք հանել, որովհետև սառը քամի է, վախենում ենք վարդերի տերևները վնասեն։ Քամին վնասում է վարդերի նոր բացված տերևները, չորացնում է։ Նայեք քամից ոնց են վիոլաներս կախվել ժողովուրդ։ Քամին փչում է, սկսում են չորանալ եւ կախվում են։ Այսպես սիրելիներս, լավ եղեք, առողջ եղեք, մինչ նոր հանդիպում, իմ սիրելի հետևորդներ։